Այս երկրորդը, հիմա երրորդը ավելի նյութականին գամ, որտեղ ես գիտեմ, որ այս երկու փաստարկը շատերին կարող է համոզիչ չթվա, ասեն շատ абստրակտ է, շատ բան է։ Ադրբեջանի պահանջներն, եթե ուշադրի նայում ենք, ինչ են դրանք, տեսեք, ասում է դուք չպետք է այսինչ քանակից ավել զինվեք, ես պետք է վերահսկեմ ձեր զինվելը, դա ինչ է նշանակում։ Ինքնիշխան ցանկացած պետության թիվ 1 բանը գալիս է իր պաշտպանության, անվտանգության հարցում ինքը ինքնուրույն որոշում է։ Ինչ է անում, ում հետ է դաշնակցում, ոնց է անում, ինչ զենքանց է, ինքնիշխանության թիվ 1 ցուցիչներից է։ Ինքը ասում է դու դրանից պետք է զրկվես։ Ես եմ ասելու ինչքանի դու զինվես, այսինչ պատճառով։ Հետո մյուսը ասում է սահմանադրությունը պետք է փոխես, էլի հիմնավորում է բերում, բայց երկրորդ ինքնիշխանության երկրորդ քարը քո սահմանադրությունը։ Հիմա մերոնք ասում են, չէ, մենք չենք փոխի իրենց պահանջով, իրականում կփոխեն ոչ իրենց, իբր ոչ իրենց պահանջով։ Երրորդը ինքը ասում է արտաքին քաղաքականության մեջ։ Ինքը ասում է դու այդ արևմուտք բան բաց տեքստով